Բարև ձեզ Եվրոմեդիա 24-ի հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է հասարակական գործիչ ակտիվիստ Արտուր Չախոյանը, բարև ձեզ պարոն Չախոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ուզում եմ ձեզ հետ քննարկել մի թեմա, որին դուք ձեր Facebook-յան էջում եք անդրադարձել Դավիթ անհախտ այգին, դեռևս 2 տարի առաջ մեծ ինտենսիվությամբ բարեկարգվում էր, սակայն դուք հայտնել եք, որ այն դարձել է Աջափնյակի մետրոն, որն ընտրությունից ընտրություն են բարեկարգում։ Ձեր այս տեսանյութին անդրադարձել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը, հայտարարել է, որ եթե փնթի ինֆորմացիան սպորտ լիներ, ապա դուք չեմպիոն կլինեիք։ Խնդրում եմ ձեր դիտարկումներն այս մասին, ինչու է նման կերպ արտահայտվել եւ արդյոք այդ այգու բարեկարգումները իրապես կատարվում են։ Նախ առաջինը թաղապետի իր ոչ կոռեկտ արձագանքը միայն խոսում է իր ոչ կոռեկտության մասին։ Ես իրենց մակարդակի չեմ ցածրանա եւ նման աստիճան չեմ արձագանքի իհարկե։ Ինչը վերաբերում է Դավիթ անհախտ այգուն 2023 թվականին Երևան քաղաքի ավականու ընտրությունների ժամանակ, ավելի հստակ քաղաքապետի ընտրությունների ժամանակ մեծ բուրըն հրապարակումներով հանրությանը ներկայացնում են, որ այգին բարեկարգվում է եւ հենց իր թաղապետի զեկույցներով նա զեկուցել է, որ այգին հույս ունենալով զեկուցում էր եւ ուզում են, որ բարեկարգվի 3-ից 5 ամսում։ Բայց մենք տեսնում ենք, որ իր զեկույցները իրականությանը չհամապատասխանեց այնինչ ամեն անգամ այլ ժամկետներ էր նա նշում, որից հետո նա նշել էր, որ 5-6 ամսում կավարտեն ամբողջ Դավիթ անհախտ այգու կառուցումը եւ հաջորդ իր հարցազրույցում նշում էր, որ ուզում են, որ 2 հարթակները կառուցեն, այսինքն մեկը մյուսին հակասում էր իր հայտարարությունները, այդպիսով ժողովրդին մանիպուլացնում են։ Ու հարցը նրանում է կայանում այդ բարեկարգման ճակերտավոր, որ Երևանի քաղաքապետարանի, այսպես ասած, ֆինանսավորում այդ ծրագրին չկա։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը այդ այգին չի բարեկարգում, այսինքն ոչ մի միջոցներ այդ այգու բարեկարգման վրա չի գնում։ Այդտեղից էլ արդեն հասկանալի է լինում, թե ինչու այդ այգու բարեկարգման աշխատանքները ճակերտավոր այդքան երկար են տևում, այսինքն ոչ չի բարեկարգվում։ Այսինքն եւ այդտեղ իհարկե կոռուպցիոն սխեմաներ կան։ Դա այդ ամենը դրանով է պայմանավորված։ Ձեր հարաբերությունները թաղապետերի հետ կարծես թե այդքան էլ լավ չեն, հիշելով նոր քվարչական շրջանում տեղի ունեցածը, ես ուզում եմ հիշեցնել, որ ավականու անդամ Անի Խաչիկյանն ասաց կստանան համարժեք պատասխան եւ թաղապետն էլ հայտարարեց, որ վարվել է այնպես, ինչպես կվարվեր իրական հայը։ Ինչու է այսպես։ Դե իրանք իրենց խուլիգանական վարքագիծն են հանրությանը ներկայացնում եւ այդ ամենին ես հավել եմ այն, որ իրենց հայ տղամարդ էին հռչակել, հենց Անի Խաչատրյանը, որից հետո նա ասել էր, որ միջադեպի այդ կռիվը համարժեք է եղել, այսինքն այդպիսով դուրս է գալի, որ իմ գործակիցը իրենց հռչակած տղամարդկանց գործակցին 1-ին 10-ով է պայմանավորված, այսինքն ես մենակս իրենց կուսակցության 10 տղամարդու գործակիցն ունեմ, էլի, այսինքն իրենց տղամարդկանց որակը հենց իրանք են բնորոշել եւ որակավորել։ Հակակոռուպցիոնը պարբերաբար մուտք է գործում քաղաքապետարան կաշառք տալու եւ ստանալու համար, մարդկանց է ձերբակալում։ Ի վերջո այս ամենը ինչքան կշարունակվի եւ ինչու է այսքան շատ լինում նման դեպքերը։ Եվ ինչ շարունակություն կունենա։ Շարունակությունը մենք տեսնում ենք արդեն քանի տարի է դա գրեթե ամենօրյա բնույթ է կրում Երևանի քաղաքապետարանի ձերբակալությունները եւ պաշտոնանկությունները։ Այդ թվում մենք տեսանք, որ վերջերս Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական տվեց։ Ձերբակալությունների շուրջ մի հետաքրքիր պատկեր կա, որը հանրությունը նույնիսկ չի հասկանում ինչա տեղի ունենում։ Տեսնում է հանրությունը, որ ձերբակալություններ է տեղի ունենում, հանրությունը ասում է դե տեսեք,
համակարգաաշխատումը կոռուպցիայի դեմ պայքար է տեղի ունենում, բայց հանրությունը չի տեսնում, չի իմանում, թե ձերբակալություններից հետո ինչ է տեղի ունենում։ Ինչ է տեղի ունենում։ Այն է տեղի ունենում, որ ձերբակալված մարդկանց որոշ ժամանակ հետո բաց են թողում, ազատ են արձակվում։ Դա ինչ կոռուպցիայի պայքար էր, այսինքն մասկի շոուն է, հերթական անգամ, չէ՞ որ արդեն 2026 թվականին ընտրությունները լինում եւ արդեն քարոզ Վարշավը մեկնարկել է, այսինքն ցուցադրություններ, ձերբակալություններ, եկեք այդքան էլ հեռու չգնանք, 2023 թվականի ընտրությունները հիշենք։ Քանի հոգի ձերբակալվեցին, հիշում եք, որ փոխքաղաքապետ էր ձերբակալվել եւ այլն, ասում են, այ տեսեք ինչ կոռուպցիայի դեմ պայքարելում Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում է, հեսա կոռուպցիան արմատախիտ են անելու բան, բայց տեսանք ընտրությունները վերջացան, այդ ձերբակալված փոխքաղաքապետն էլ եւ այլ պաշտոնյաները ազատության մեջ են։ Այսինքն այս ամենը 2026 թվականի ընտրությունների նախապատրաստական այսպես կոչված փուլ է։ Իհարկե, ինչպես այդ թվում հենց Դավիթ անհախտ այգու բարեկարգումները, որտեղ տեսեք այգին պիտի ըստ իրանց զեկույցի արդեն իսկ ավարտված լիներ բարեկարգման աշխատանքները, բայց չեն ավարտել եւ պատրաստում են 2026 թվականին այդ ընտրությունների այդ բուրըն երուզերի ժամանակ ժողովրդի վրա այդ բարեկարգումը երկրորդ անգամ վաճառեն։ Այսինքն դա հենց առևտուր է եւ ես դրան այդ ամենին ոչ մի լավ որակավորում չեմ կարող տամ։ Բայց արդյոք նման հաջողություն կունենա ինչ 2023-ին ձեր նշած մասկի շոուն։ Հույս ունենանք, որ նման հաջողություն չեն արձանագրի, բայց տեսեք, Դա անկեղծ լինենք, նույնիսկ իրանք հաջողությունն էլ չեն արձանագրել, որտեղ մենք տեսանք, որ Երևանը մերժեց ՔՊ-ին, այսինքն Տիգրան Ավինյանը քաղաքապետ չէր ընտրվել։ Այսինքն նա 3 կուսակցության միջոցով, այսինքն Հանրապետությունը եւ Հանրային ձայն կուսակցության ձայների միջոցով Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ։ Այսինքն որ ասենք այդպիսի որ հաջողություն այդ ամենը ձեռք բերել, դա սուտ կլինի, այլ ուղղակի հերթական անգամ ինչ-որ քաղաքական առևտրի միջոցով, օրինակ Արամ Սարգսյանի կուսակցության միջոցով հնարավոր է եւ ինչ-որ հաջողություններ ձեռք բերեն, ժողովուրդը ուղղակի պիտի հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը ու իր ճակերտավոր կոալիցիոն ուժերը զբաղված են քաղաքական առևտրով, այլ ոչ թե երկրի բարեկեցության հզոր երկիր ունենալու գաղափարով։ Բայց հաշվի առնելով նոր-նորքի հայտնի սկանդալային դեպքերը, երբ դուք անգամ ճանաչվել եք մեղավոր, այլ ոչ թե տուժող, այսքանից հետո էլի ինչ-որ շանսեր կունենան, թե ոչ, ամեն դեպքում, երբ նշում եք, որ 2023-ին էլ շանսեր չեն նշել, կարող են 2023-ի նույն ծրագրով հաղթել։ Տեսեք, իրանց ծրագիրը առևտուրն է եւ ժողովրդի ձայնն է որոշիչ, այսինքն ժողովուրդը ում ձայն տա եւ իրենց ձայն տված այդպես ասած ուժերը եթե վաճառվեն իհարկե ուժ կունեն, այսինքն որպես այդպեսին որ համարենք Նիկոլ Փաշինյանը 51+ ձայն կհավաքի, դա կարծում եմ բոլորն էլ դա հասկանում են, որ նման ձայներ չի հավաքի, դրա համար էլ այտենց նման քաղաքական առևտուրներ է տեղի ունենում եւ տեղի ունենալու Առհասարակ հասարակության շրջանում ձեր կերպարը մի փոքր անհասկացված է, շփոթություններ է առաջացնում, ժողովուրդը ձեզ սկզբում ասոցացնում էր Միժան Պողոսյանի հետ, հետո անվանում էին ձեզ ռուսի ագենտ, գործակալ, ապա Հայկ Մարությանի հետ էին ասոցացնում ձեր հրապարակած տեսանյութերից, ինֆորմացիոն հոսքերից, ինչից հետո արդեն Նորքի թաղապետարանում տեղի ունեցածից առաջ ասոցացնում էին ձեզ ՔՊ-ի հետ, դրանից հետո հասկացան, որ դուք ՔՊ-ի մարդը չեք, այսպես ասած, եւ սկսեցին ասոցացնել Մայր Հայաստան խմբակցության հետ, քանի որ իրենց հետ տեսանյութերը հրապարակում նման խնդիրներ եք վերհանում։ Խնդրում եմ ասեք, ի վերջո, ժողովրդի լեզվով ասած, ում մարդն եք դուք։ Նախ առաջինը ես
իմ մարդն եմ, ես այսպես ասած որոշակի պրոյեկտ է, չէ՞, եւ իհարկե դուք շատ ճիշտ եք նշում եւ տեղին եք նշում, որովհետեւ հանրության մոտ նման ընկալումը անհասկանալի է, ոնց կարա լինի մի մարդ ու լինի այդ մարդը անկախ, այսպես ասած իզումրուդ է, այսինքն մեր հանրությունը, այսինքն մենք բոլորս սովոր ենք, որ ինչ-որ մի պրոյեկտ, ինչ-որ մեկի մարդը լինի եւ ինձ բնական է բոլորը համարում են Նիկոլի պրոյեկտը, ընդդիմության պրոյեկտը եւ այլն եւ այլն։ Իսկ ինչը վերաբերում է ասոցիացիաներին, որ օրինակ տարբեր մարդկանց հետ եմ ասոցիացել, այսինքն ժողովրդին ասոցիացրելը, դա ուղղակի համագործակցության շրջանակներում է տեղի ունեցել, որովհետեւ տեսեք, Երևան քաղաքի ավականին դա իրանց լիազորությունները, որ քաղաքացիների հետ շփում ապահովեն։ Իսկ իմ հանրային գործունեությունը կապված անմիջապես Երևանի քաղաքապետարանի հետ։ Ես երբևիցե չեմ թաքցրել եւ գաղտնի իմ գործունեությունը չեմ ծավալել։ Ես համագործակցել եմ եւ համագործակցում եմ գրեթե բոլոր կուսակցության ավականու անդամների հետ։ Այսինքն գաղտնի չի ելու։ Նույն Մայր Հայաստան կուսակցության ավականու անդամների հետ, նույն ձեր թվարկած Հայկ Մահությանի ավականու անդամների հետ, թեպետ ես օբյեկտիվ եմ մոտիկանում ավականու անդամների հետ կապ պահպանելը, դա չի նշանակում, որ ես իրենց կուսակցության ղեկավարին սատարում եմ, այդ թվում օրինակ Հայկ Մահությանի վերջին իր անգործությունը ես չեմ ողջունում եւ դրա վերաբերյալ ես իմ սոցիալական ցանցի Facebook-յան էջում մի քանի գրառում եմ կատարել, դա բնավ չի նշանակում, որ ես ինչ-որ մեկի մարդ եմ, ես ուղղակի անկախ եմ, ես ազատ եմ իմ խոսքերում եւ ոչ մի կուսակցությունում երբևիցե չեմ ընդգրկվել եւ ընտրությունների ժամանակ իմ, ասած ասած, մեդիա ռեսուրսը չեմ ուղղորդել ինչ-որ մեկին ընտրելու ուղղությամբ, այսինքն անկախ, ազատ իմ խոսքերում, դրա համար եւ իշխանությունը փորձում է ինձ ամեն կերպ թիրախավորի եւ զրպարտի, այդ թվում ինչպես որ իրանք նշում էին, ես իբրև թե ադրբեջանական շպիոն եմ, հետո Պուտինի մարդն եմ եւ այլն, այսինքն դա զրպարտումներ են, ցեղ շպրտել է, որ հանրության մոտ իմ հանդեպ վատ նեգատիվ դրամադրվածություն տեղի ունենա, էլի, որ ինձ լուրջ չվերաբերվեն, բայց ամենայն դեպս հանրությունը այդ, ասենց ասած, զրպարտությունը ու կուտը չեն ուտում։ Օբյեկտիվ առողջ մտածելակերպ ունեցող մարդիկ, գիտակից մարդիկ դա հասկանում են։ Ամեն դեպքում դա ձեզ չի խանգարում նոր բացահայտումներ անել։ Իհարկե ոչ։ Եթե զրպարտությունների մենք տեղ տանք, ուրեմն մենք նույնիսկ պետք է չշնչենք, որտեղ այդ թվում ես կուզենամ մի հատ հետաքրքիր իրականության անդրադառնամ, մեր իշխանությունը այնքան ստոր է, որ նույնիսկ ցանկացած լրատվամիջոցի, այդ թվում լրատվականները, երբ որ օբյեկտիվ առողջ հարց են տալի, հարցին պատասխան չկարողանալու արդյունքում իրանք ասում են, այ դուք եսին որտեղից եք ֆինանսավորում, կեթակ ձեր ուղղորդված, ուղղորդող պատվիրատուներին հարց կտակ, այսինքն այս մարդիկ զրպարտությունից են կողմ այլ բան չեն կարողանում անել, այսինքն հստակ իրանք աշխատանքով զբաղվեն, որ սուտ չքարոզեն, այսինքն իրանք սուտի ներքով ուղղակի ամեն մի հարցի պատասխան ուզում են, ոչ թե ուզում են, այլ ծածկադամփոց են անում։ Պարոն Չախոյան, դուք բավականին դժվարությամբ ստացաք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նախ սա կրկին շփոթություն առաջացրեց քաղաքացիների շրջանում, թե ինչու դուք չունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, խնդրում եմ սկզբում անդրադառնալ սրան։ Տեսեք, նախ առաջինը ինձ միշտ ասել են, որ Չախոյանը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որովհետև ինքը բանակից փախել է, բայց դա իրականությունը չի համապատասխանում։ Չեք փախել բանակից։ Չեմ փախել բանակից, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Արցախում եմ ծառայել, Ջաբրայիլում եմ ծառայել, 2 տարի ծառայել եմ, իմ 18 տարին տարեկանս լրանալուն պես զորակոչվել եմ։
որից հետո նոր ես ստացել եմ Ռուսաստանի քաղաքացիություն եւ իմ քաղաքացիությունը, որ ես ստացել եմ, որ դառել եմ այլ երկրի քաղաքացի, ես դա գաղտնի չեմ պահել։ Ես ինքս անձամբ հանրային դաշտում հրապարակորեն ասել եմ, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ, ես Ռուսաստանի քաղաքացի եմ։ Այսինքն դա գաղտնիք չի ելել, գաղտնի չեմ պահել եւ դա բացահայտում չի եղել։ Այ Չախոյանը գաղտնի է պահել, որ ինքը այլ երկրի քաղաքացի։ Մենք բացեցինք, այսպես ասած, իր դեմքը պատրեցինք։ Միգուցե դա է եղել պատճառը, որ ձեզ ասում են Պուտինի ագենտն եք, Պուտինի մարդն եք։ Դե Պուտինի մարդը ոնց հասկացա, այդ ավելի շատ Արամ Սարգսյանի մտքի թռիչքն էր այդ նոր վարչական շրջանի տեղի ունեցածի շուրջ ու հետաքրքիրը այն էր, որ եթե ես Պուտինի մարդն էի, ընդունենք, պատկերացնենք մի բան, ապա ինչու են ինձ պաշտոն առաջարկում, հենց իրանք են չէ առաջարկում աշխատանք։ Խիկ, չէ՞ որ ըստ ձեզ, եթե ես Պուտինի մարդն դուք ոնց եք ինձ պաշտոն առաջարկում, չէ՞ որ լրացնելու համար։ Ինչպես։ Լրացնելու համար։ Դե հենց միանշան է լրացնելու այդ պաշտոն առաջարկելը դա հենց այդ միտումն է տեղի ունեցել, ինչը որ կրկին անգամ այդպիսով էլ փաստվեց, որ ես իմ գործունեության մեջ ազնիվ եմ, արդար եմ եւ չեմ վաճառվում որոնց որոշների նման։ Եվ խնդրում եմ ձեր դիրքորոշումն արտահայտել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայ առաքելական եկեղեցու շուրջ կատարվողի մասին։ Քանի որ իշխանությունների թիրախում է գտնվում հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Տեսեք, ըստ ինձ ամենը էլի կրկին անգամ որակավորում է նախընտրական քարոզարշավ 2026 ընտրություններին, որ ասում է, այն որ տակը ինչ մնացել է, փորձենք այդ ամենը գեներացնենք, ինչ որ ձայներ փախցնեն եւ այլն, որովհետեւ երկար տարիներ Նիկոլ Փաշինյանը ատելություն է քարոզել հանրության մեջ, թե եկեղեցուն հանդեպ եւ անկեղծ պետք է լինենք, սա առաջին անգամ չի, որ եկեղեցու հանդեպ նկատմամբ, այսպես ասած, զրպարտության եւ թիրախավորման քարոզարշավ այլ, այսինքն բարբերաբար մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել հենց իրենց իշխանության կողմից եւ հիմա այդ ամենը այլ ավելի ինտենսիվ է, որ որոշ ձայներ գեներացնեն նախընտրական ընտրությունների համար եւ հենց Նիկոլ Փաշինյանը չէ հայտարարել է, որ ինքը տեխնացու չունի։ Հիմա հարց, բայց եթե տեխնացու չունեք եւ դուք այսինքն այդ եկեղեցուն որոշ փոփոխություններ չեք կարող կատարել եւ ցանկություն չունեք, ապա այդ ամենը ինչի համար է արվում։ Այսինքն ակնհայտ է, որ ընտրությունների ընդառաջ է արվում։ Բայց ճիշտ համարում եք, թե ոչ։ Իհարկե ոչ։ Ունեք հավելելու ինչ-որ բան, պարոն Չախոյան։ Ոչ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ հյուրս ակտիվիստ հասարակական գործիչ Արթուր Չախոյանն էր, իսկ Եվրոմեդիա 24-ին հետևեք YouTube-յան, Instagram-յան, Facebook-յան եւ Telegram-յան հարթակներում։ Ցտեսություն։